Մարտի 21-ին ժամը 11:26-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անայտ անձը անցորդի պայուսակը գողացավ եւ դիմեց փախուստի։ Ահազանգողը հայտնել էր նաեւ, որ ինքը հետապնդել ու նկատել է, որ փախչողի մոտից զենք է ընկել։ Հաջորդ ահազանգը ստացվել էր րոպեներ անց։ Տուժող 60-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ Պրոշյան 2 հասցեի մոտ անայտ անձը ատրճանակի բռնակով հարվածել է իր գլխին եւ հափշտակել բանկային քարտ ու գումար։ Իրավապահներն անմիջապես մեկնել էին դեպքի վայր, ձեռնարկվել էին անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ։ Արաբկիրի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1999 թվականին ծնված Հովհաննես Հակոբյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հովհաննես Հակոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։